Մեկ այլ թեմայի շուրջ 3 միլիոն պարգևավճար ստացան ազգային ժողովի պատգամավորները։ Հասարակության որոշ զանգված մեկնաբանությունների բաժնում իշխանությանը քննադատում է, որ ամբողջ տարվա ընթացքում ընդդիմադիր ուժեր, ընդդիմադիր պատգամավորները խորհրդարանական համարյա չեն եղել նիստերի դահլիճում։ Որ խնդրեմ ձեր դիրքորոշումն ու մեկնաբանությունն այս։ Ես ճիշտ ասած հակառակ մեկնաբանություններ եմ տեսել, մեր քաղաքացիների առայն, թե ինչպես են իրենք շռայլում այդ պետական բյուջեի միջոցները, անհնար եւ որևէ տրամաբանության մեջ չտեղավորվող գումարների մասին, բայց ինձ համար տարօրինակ է, որ մենակ այս պարգևավճարն է այդպիսի խնդիր առաջացրել, միգուցե մարդիկ մոռացել են կամ այդքան շատ չի լուսաբանվել, 2021 թվականից այս ազգային ժողովն է ստացել այդ անհասկանալի, անընկալելի եւ անընդունելի պարգևավճարները, իսկ 2018 թվականից Նիկոլը ամբողջ պետական ապարատում մի քանի միլիոն դոլարի հասնող պարգևավճարներ են եղել ոստիկանության համակարգում, քննչական համակարգում, դատախազությունում, նախարարություններում, ընդ որում ես իրանց վերջի ցույց հավաք, այդ ուխտ երթ, չգիտես ինչին որ մասնակցում էին, այդտեղ էլ կոնկրետ գերատեսչություններում եղել են մարդիկ, ովքեր ավել պարգևավճար են ստացել, այն մարդիկ, ովքեր ցուցակագրվել են եւ մասնակցել են արդեն այդ իրենց լեզվով ասած ուխտաերթին, ինչ վերաբերվում է մեզ որպես պատգամավորների, նախ մենք չմասնակցության համար երբեք անգամ աշխատավարձ չենք ստանում, եթե այդ տեղեկատվությունը ձեզ համար որպես անձնական տվյալ հասանելի չի, ապա ես կարող եմ աշխատակազմից հարցում անել իմ աշխատավարձի փաստացի ստացման գումարի չափի մասին եւ ձեզ տրամադրել հրապարակման, իսկ ինչ վերաբերվում է պարգևավճարներին 2021 թվականից պատիվ ունեմ խմբակցություն այդ պարգևավճարները ուղղել է բարեգործության, իմը կոնկրետ ուղղվում է ինձ եւ Հանրապետական կուսակցության հանրային թունարանին դիմաց քաղաքացիներին։ Այսինքն դուք ձեր 3 միլիոնը ծախսել եք։ Այո։ Այդ նպատակով։ Ինչու՞ դրան նախորդող բոլոր ժամանակահատվածներում այնպես չի դրանից առաջ էլ քիչ են պարգևավճար բաժանել։ Նաև մեղադրում են ինչու ընդդիմադիր խորհրդարանական ուժերը համաձայնել են ընդհանրապես այդ պարգևավճարը հենց իրենք ստանան։ Մենք չենք համաձայնվել, մենք անգամ գրություն ենք պատրաստած եղել, որպեսզի մեզ այդ պարգևավճարները նստի անգամ մեր քարտերին, դա չի բավարարել, որտեվ իր ասել են, որ տեխնիկական հնարավորություն դրա չկա, որտեվ պատգամավորների բոլորի հաշիվներին որոշման դեպքում պիտի նստի, բայց ես չեմ կարծում, որ մենք վատ լուծում ենք գտել, մենք դա ուղղում ենք այնտեղ, այն մարդկանց կարիքավոր, իհարկե դա խնդիրի համակարգային առումով լուծում չի, բայց մեր որպես 4-5-6 պատգամավորի խնդրի լուծում է։ Մենք այդպես հարցը կարգավորել ենք մեր մասով, որովհետև մեզ ալենից ոչ մի բան պետք չի։